Մենք տաղավարում ենք եւ շարունակում ենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն հայտնելով մեր գործընկերներին, հիշեցնենք այսօր օրը երկուշաբթի է, հոկտեմբերի 6-ը, շարունակում ենք վայելել Կապույտ երկինքը, արևոտ ջերմ աշնանային տրամադրությունը, լույս եւ այս տրամադրությանը գալիս ու իր հետաքրքիր շունչն ու էներգիան է փոխանցում քաղաքամար Երևանում եռացող մշակութային կյանքը։ Այ հենց դա էլ ուզում էի ասել, գիտես Հայկ, որ մենք շարունակելու ենք մեր թեման մշակութային է լինելու եւ ներկայացնենք, որ Ազգային տիկնիկային թատրոնում սեպտեմբերի 24-ին կայացել է կեսգիշերային խոստովանություն պոեզիա ներկայացման առաջնախաղը եւ բոլոր մանրամասների մասին այսօր կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են դերակատարները, դերասաններ Սամվել Թոփալյանը եւ Լիլիա Ռաքելյանը, բարի լույս ընկերներ։ Ողջույն, բարի լույս։ Ողջույն, բարի լույս։ Որ այստեղ եք մեզ հետ միասին ունենալու ենք մշակութային, հատկապես այս ներկայացման հետ կապված շատ կարեւոր հարցազրույց։ Բայց սկսենք ամենասկզբից, ներկայացման գաղափարը երբ լսեցիք, ծանոթացաք։ Ինչպիսին էր։ Պետրոսը ինձ առաջարկեց ու շատ միանգամից ես ուզեցի մասնակցությունս ունենալ, բայց քանի որ այդ նույն ժամանակահատվածում շատ ծանր էր իմ գրաֆիկը, կամուկացով, բայց ասացի չէ, անպայման պիտի այս առաջարկը ընդունեմ։ Չնայած զբաղվածությանը, ես ասում եմ այո։ Ու սկսեցինք աշխատանքները, անգիրներ անելու այդ process-ը, որովհետև ինձ մոտ ամենաբարդն է։ Պոեզիան, այո, ինձ համար։ Արձակ տեքստը շատ ավելի հեշտությամբ եմ անգիրանում, իսկ պոեզիան մի քիչ Երևի արձակում շատ ավելի հստակ է տրամաբանական շղթան, իսկ պոեզիան ավելի պատկերներ է, որը պիտի խառնվում ես այդ պատկերների մեջ։ Բայց կարծում եմ Որպես հանդիսատես երբեք սրա մասին չէի մտածել, բայց այսօրվանից ի վեր, երբ ներկա լինեմ, հենց այդ մասին էլ մտածել եմ, թե որքան մեծ աշխատանք եք կատարում մինչ բեմ բարձրանալը, եւ ամենադժվար պահը հենց դա է։ Լիլի, ձեզ մոտ ինչպես է ստացվում։ Ինձ մոտ անգիրները շատ լավ, անգամ ամբողջ տեքստերը անգիր գիտեմ, հուշում եմ, օգնում եմ, Սամվելի պարագայում իրոք բարդ է, բայց հաջողեցինք, շատ լավ։ Ասեմ, գաղափարը ծնվեց, մենք պոեզիա ընթերցում էր մի կյանք մի խոսք մի ձայն նախագծի շրջանակներում, ես եւ Սամվելը ընթերցում էինք նույն սցենարը, պարզապես որպես ընթերցում եւ անգամ այդ ժամանակ, անգամ չիտկաների ժամանակ, այնքան Սամվելը հավանեց այդ գծված ծրագիրը, անգամ ուզում էր խաղալ, փորձում ենք միզանսցեներ, հա, չենք կարողանում նստած եւ այդտեղից մի օր արթնացանք եւ Հոկտանյան Պետրոսը, որը գաղափարի հիմքում ինքն է, ինքը համեստություն է անում եւ չի ասում, որ սցենարի հեղինակը ինքն է, անունը չի շեշտվում, բայց շատ կշեշտենք այսօր այստեղ։ Գեղեցիկ ձևով կարողանում է պրպտել, գտնել դասականների եւ ժամանակակից գրողների հատընտիր գործեր եւ գեղեցիկ երկխոսություն է կազմում բանաստեղծությունների միջոցով, հուզառատ շատ Դրանից ելնելով արթնացանք մի օր եւ ասեց պատրաստվեք բեմ եք գնալու, այդպես Սամվել արդեն պատմեց ինքը ոնց համաձայնեց եւ փառքաստը հաջողվեց։ Ուզում եմ հեռուստադիտողին հիշեցնել, որ սա պոետիկ ներկայացում է եւ ամբողջ ներկայացումը հագեցված է պոեզիայի միջոցով, հրաշալի երկխոսությամբ, կին-տղամարդ հարաբերություն, գլխավոր դերակատարները նրանք են։ Իսկ եթե ասում ենք կին-տղամարդ հարաբերություն, այստեղ գալիս է միանգամից սերը իր բոլոր դրսևորումներով, բարդություններ եւ այլն։ Ու մինչ մի փոքր շերտերը կբացենք, շատ հետաքրքիր է, ես գիտեմ, որ դուք միշտ էլ շատ մոտ եք կանգնած եղել պոեզիային, բայց բացարձակ ուրիշ ձևաչափ է պարզապես նստած վիճակում երաժշտական ուղեկցությամբ ներկայացնել պոեզիան էլի քո բնությունից եւ օրգանական ձևով, բայց մի այլ հարթություն է ու մի այլ էներգիա, երբ բեմական իրականության մեջ արդեն դա դառնում է երկխոսություն, կան որոշակի հստակ կերպարներ, ովքեր վիճում են, ովքեր սիրում են, ովքեր արհամարում են, այ ինչպիսի ձևաչափային տարբերություն եղա եւ ոնց հաղթարեցիք այդ խնդիրը, պարզապես ակումբային ժամանցային իրավիճակից գալով արդեն բեմական աշխարհ, որը կարծում եմ շատ ավելի հետաքրքիր է դերասանի համար։ Դե քանի որ այստեղ պոեզիան դարձավ երկխոսության հիմքը, այսինքն մենք պոեզիայով ենք երկխոսության մեջ մտնում։ Բնականաբար այստեղ ուղակի այդ բանաստեղծությունը, եթե ես ընթերցման ձևաչափով լրիվ ուրիշ դրամատրության մեջ, ուրիշ կերպ կմատուցեմ, այս պարագայում, քանի որ այստեղ կա հենց ձեր ասած կին, տղամարդ, թե սերը, թե վեճը, սիրո տարբեր դրսևորումները, թե հիասթափությունը, սա այս նույն բանաստեղծությունները դու արդեն ինչ-որ բնավորություն ես տալիս ու այդ բնավորությամբ ես դու երկխոսության մեջ մտնում, այսինքն դա առանձին կերպար է դառնում։ Մարդ ենք պատրաստում։ Այո, բայց չէ՞ որ այդ ամենը իրական
իրական կյանքի հետ էլ է կապված։ Ուղղակի մենք պոեզիայով տանը չենք վիճում իրար հետ էլի։ Այո, դրա համար էլ հեշտ չի տրվում այն անգիրանելը։ Արտանում ենք սայանական պոեզիայով վիճելու, օրինակ է։ Բայց դա գուցե մի օր լինի Լիլի Առաքելյանի ընտանիքում, որովհետև հիշեցնեմ կամ տեղեկացնեմ, որ համատեղության Պետրոս Օկտանյան եւ Լիլին ամուսիններ են։ Եվ այստեղ համատեղության կար։ Համատեղության կար։ Եվ այստեղ հարցը առաջանում, երբ Պետրոսը ծաղկաքաղ էր անում պոեզիան եւ դասական եւ ժամանակակից ստեղծագործողների։ Լիլի, արդյոք եղան որևէ շրջան կամ որևէ բանաստեղծություններ, չգիտեմ, որոնք ինչ որտեղ նաև կապ ունեցան ձեզ հետ, այսինքն սեփական կյանքի փորձից ելնելով որոշակի դրվագներ, արդյոք կա դրամատուրգիական հենքի մեջ։ Եվ սցենարով անցնում ես, զգում ես։ Այո, հատկապես ներկայացման նախավերջին գործը անմիջապես կապ ունի մեր անձնական կյանքի հետ, որի ժամանակ շատ դժվարությամբ եմ հուզմունքս հաղթահարում, չեմ հաղթահարում, Սամվելը կփաստի, կա։ Նախապես ապրված հույզերի խոսքում մենք բայց ավելի է հետաքրքրացնում, գիտես, երբ մարդիկ որևէ պատմությունը, նախապատմությունը իմանում են, օրինակ, որ Սամվելը դժվարանում է անգիրանելը կամ վերջին հատվածը ձեր կյանքից վերցված է, այդ ամենը շատ ավելի հետաքրքրացնում է որպես հանդիսատես։ Գալ եւ երբ է հաջորդ ներկայացումը։ Հաջորդ ներկայացումը հոկտեմբերի 12-ին է, որի տոմսերը 12 Չգիտեմ, նա իմացավ։ Իրակի օրը իդեպ սիրով Հայկ արդեն իսկ հրավիրված է, ձեզ մեծ սիրով հրավիրում ենք Լուսինե ջան, ժամը 20:00 Տիկնիկային թատրոնում մեծ սիրով կսպասենք։ Եվ մինչ կգնանք դեպի հարցազրույցի ամփոփում, ամեն դեպքում խոսենք նաև ձեր եւ ռեժիսորի աշխատանքի մասին, որովհետեւ ի վերջո այս ամենը պետք է համակարգել եւ որևէ հետաքրքիր լուծումներ տալ, որովհետեւ շատ նուրբ վտանգ է իր մեջ պարունակում, պոեզիան պարզապես ներկայացնելը, այդ վտանգը կրկնապատկվում է, երբ բեմում արդեն կան մարդիկ, ովքեր պիտի փոխհարաբերվեն միմյանց հետ, եւ այս ամենը պետք է ի վերջո ամփոփվեր ռեժիսորի թեթև ձեռքով, հասկանանք աշխատանքը Սամսոնի հետ եւ ինչ հետաքրքիր ու նուրբ կարևոր լուծումներով է հագեցված ու հարստացված ներկայացումը։ Ես հենց դա էի ուզում շեշտել, որ չխոսեցինք գլխավոր հերոսի մասին, որ այս ամեն ինչ իրականություն դարձրեց եւ դարձրեց այնպես, ինչպես պատկերացնում ենք Սամսոնը Մովսեսյան մեծ պատիվ է իր հետ աշխատելը, որովհետև եւ որպես մարդ առաջին հերթին մենք շատ կարեւորում ենք մարդ տեսակը, բարձր որակներ կրող եւ որպես մասնագետ ֆանտաստիկ ռեժիսոր է եւ ստացավ այն ինչը անգամ չենք էլ պատկերացնում ճաշակով ես չխոսեմ կգաք կտեսնեք, բայց ամեն դեպքում ստացանք այն ինչ պատկերացնում ենք, այն ինչ ուզում ենք փոխանցել հանդիսատեսին, հանդիսատեսի կարծիքը փաստում է դա։ Վերջո թատրոնը ինքը սինթետիկ արվեստ է, որտեղ կա եւ բեմանկարչություն եւ չգիտեմ հագուստ եւ երաժշտություն, խոսքով իսկ Սամսոնը կարողացավ նաեւ նորարարական ինչ-որ տեխնոլոգիաներով, ես չունեմ ինչպես ասեմ, էկրան, որը շղարշ, շատ լավ բնութագրեցի։ Այո, նորարարական շղարշով պատված ներկայացումը, որը տալիս է 3D այդ պատկերի էֆեկտը, այսինքն միաժամանակ դու ֆիքսում ես կենթանի մարդկանց, այս դեպքում իդեմ մեզ, ու նաև լրիվ ուրիշ աշխարհ, լրիվ ուրիշ պատկեր միքսված իրար, շատ հետաքրքիր աչքի համար, շատ, այսպես ասած, առաջին հայացքից անհավատալի ու ընկնում ես այդ տրամադրության մեջ, ես ինչի եմ սա ասում, որովհետև երբ որ Լիլին էր բեմի վրա, ես դուրս եկա փորձերի ժամանակ ու նայեցի տեսա այդ պատկերը, այդ հրաշքը ու իսկապես դու գնում ես այդ ամեն ինչի հետևից, այսինքն ամեն բան հաշվարկած, ամեն բան աչքի, ականջի, ընկալականի ճիշտ, այսպես ասած, համագործակցությունն է կամ սինթեզը արել Սամսոնը, որի համար շնորհակալ եմ։ Ի վերջո 21-րդ դարում նորարարական լուծումները բոլորիս համար հաճելի է։ Տեսնել նաև ինչու ոչ բեմում։ Հաճելի է, երբ դուք առաջարկում եք այլընտրանքային տարբերակ պոեզիա վայելելու, սա պոետիկ ներկայացում է, հետաքրքիր երկխոսությամբ սիրելի հեռուստադիտողներ կարող եք գնալ ու վայելել հոկտեմբերի 12-ին ազգային տիկնիկային թատրոնում, այնպես որ գիշերային խոստովանություն, հենց այդպես է կոչվում։ Տեսեք թե ինչ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Մենք ենք Ձեզ ենք շնորհակալ, Ձեզ շատ մաղթում ենք հաճելի առավոտ է։ հաջողություն հոկտեմբերի 12-ին։ Այո։ Մենք ձեզ սիրով կսպասենք։ Սիրով, շնորհակալություն եւս մեկ անգամ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։